Բարեկո սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Postscriptum հաղորդաշարը, մենք ուղիղ եթերում ենք, ժամը 22:10 է։ Հոկտեմբերի 24-ին տեղի են ունենալու տեղական ընտրություններ, տեղական ինքնակառավարման մարմինները կստանան նոր թաղապետեր, քաղաքապետեր, գյուղապետեր եւ այդ ընտրությունները բնականաբար մեծ կրքեր են առաջացնելու, հուսով ենք ոչ այնպիսի կրքեր, ինչպիսին էին առաջացրել աչափնյակի ընտրությունները եւ բնականաբար շատ մարդիկ կցանկանան ղեկավարել ուրեմն համայնքները, որպեսզի եւ այդ պաշտոններից իրենց բիզնեսի ազնիվ կամ անազնիվ բիզնեսի համար որոշ եկամուտներ ունենան։ Դա համով պատառ է բոլոր դեպքերում, սակայն կան մարդիկ, որոնք իդեպ բիզնեսմեններ են, որոնք ոչ միայն չեն պատրաստվում մասնակցել այդ ընտրություններին, այլև հիմա վաղաժամ, այսպես ասած, հրաժարական են տվել թաղապետի պաշտոնից, այդպիսի մի մարդ է իմ այսօրվա զրուցակիցը, Ավանի նախկին թաղապետը, հայ ծխախոտ բաժնետիրական ընկերության նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Ռուբեն Հայրապետյան ծնվել է 1963 թվականին, ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, հայ ծխախոտ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահն է եղել։ 1996 թվականից Ավան համայնքի ղեկավարն է, ամուսնացած է, ունի 3 երեխա։ Պարոն Հայրապետյան, շատ շնորհակալ եմ, որ դուք այսօր առաջին անգամ, բայց հուսով եմ ոչ վերջին անգամ եկել եք Postscriptum հաղորդման եւ մասնակցում եք մեր հաղորդմանը, պատասխանում եք մեր հարցերին եւ այսպես նորմալ, այսպես ասած, սովորական տրամաբանության տեսակետից ձեր քայլը փոքր-ինչ տարօրինակ է, որովհետեւ դուք հրաժարական տվեցիք 10 օր առաջ եւ մի քանի օր առաջ կառավարությունը ընդունեց ձեր հրաժարականը։ Դուք չէիք կարող սպասել մինչեւ հոկտեմբերի 24-ը։ Գիտեք ինչ, պարոն Աբրամյան, կարող էի, բայց ես չեմ ուզում այլևս շարունակել իմ աշխատանքը թաղապետի պաշտոնում, զուտ այն պատճառը, որ ես ուզում եմ զբաղվել տնտեսական գործունեությամբ, առավել ևս հիմա մեր բիզնեսը այնքան ծանրաբեռնված է, իմ գործընկերոջ հետ մենք նաև ուզում ենք ընդլայնել մեր բիզնեսը Ռուսաստանի Դաշնությունում, դրա համար իմ գործընկերը հաճախակի մեկնելու է եւ գումարած դրան հիմա սկսվել է գյուղատնտեսական գյուղացիներից ծխախոտի մթերումը եւ շատ ծանրաբեռնված է աշխատանքը, զուտ պատճառը դա է, ես համբերեցի այնքան մինչեւ նշանակվեց ընտրությունների օրը եւ դրանից հետո նոր դիմում եմ գրել, որպեսզի նաև չխառնվեր, այսինքն համամասնությունը թաղապետի եւ ավականների ընտրության։ Այո։ Ով է ձեր գործընկերը, եթե գաղտնիք չէ։ Իմ գործընկերն է Grand Tobacco ընկերության խորհրդի նախագահ Հրանտ Վարդանյանը։ Այնուամենայնիվ այս 3 տարվա ընթացքում ինչ որ քեղած չէ, համայնք այդպեսին չկար, Ավան համայնք, դուք ինչ որ բան ստեղծեցիք, ափսոս չէր թողնել։ Գուցե սպասեիք մինչև ընտրությունները տեղի ունենային եւ այդ ժամանակ, ինչպես որ նախագահից սկսած չէ, Ելցինից սկսած ասում են, այ ես ուզում եմ այդ պաշտոնում տեսնել այսինչ մարդուն, դուք էլ ասեիք ուզում եմ այս պաշտոնում տեսնել այսինչ մարդուն, նրան ժողովուրդը ընտրել, եթե ձեզ վստահում էր։ Եվ այսպես ավելի լավ կշարունակեր ձեր գործը։ Այդ մտքերը դուք չունեիք։ Հենց նաև իմ հրաժարականը տալու պատճառներից մեկը այն էր, որ պարոն Աբրամյան, ես չի ուզում խառնվեի, այսինքն իմ հեղինակությունը նաև օգտագործեմ ընտրություններին, թող դնեն իրենց տեխնացուները մարդիկ, ու թող ժողովուրդը գնա, գտնի ճիշտը որն է ու ընտրի։ Ես որպես քաղաքացի Ավանի բնակիչ, ես իմ ընտրությունը կգնամ կանեմ։ Ոչ մեկի համար չեք ուզում քարոզել կամ պատժել։ Եվ ես դա ճիշտ չեմ գտնում, որ ինչ որ մեկին զորով դարձնել թաղապետ։ Ես եթե այդպես մի քայլ եմ կատարել, ես ներողություն եմ խնդրում իմ ընտրողներից, ընդամենը 1 ամսվա տարբերությամբ եմ, ամսու կես տարբերությամբ եմ հրաժարական տվել եւ իրոք ես գտնում եմ ճիշտը դա է, որ չի կարելի միջամտել, չի կարելի ակտիվություն ցույց տալ եւ ինչ չեղած տեղից մարդկանց բերել սարքել թաղապետ կամ падգամավոր կամ թաղապետ։ Ընտրությունները պետք է թողել գնա իր ունով։ Այ падգամավոր ասեցիք, կարծես թե եւ վերջին նախագահական ընտրություններում եւ վերջին խորհրդարանական ընտրություններում թաղապետերին որոշ թաղապետերին, չեմ կարող բոլորի մասին ասեմ, պարտադրում էր իշխանությունը ահա այս մարդուն պաշտպանել, ահա այս մարդուն աջակցել, թե գումարով, թե կազմակերպական ունակություններով, որտեղ թաղապետի իշխանությունը այնուամենայնիվ մեծ է տեղերում։
ձեզ այդպիսի պարտադրանք չկար։ Չէ, իրոք ինձ որևէ պարտադրանք չի եղել, դա բոլորն էլ տեսել են ընտրություններին, ես չեմ ուզում հիմա ինքնագովությամբ զբաղվել, մեր թաղից որևէ թաղամասից որևէ բողոքներ չեն եղել, կեղծիքներ կամ որևէ պարտադրանքներ, նման բաներ հաստատ մեր թաղամասից չեն եղել, գիտեք այդ բոլորը։ Բարձրագույն իշխանությունը, նաև նախագահ, ասում են, որ ահա այն փաստ է, որ ցուցակները սխալ են կազմվել եւ շատ մարդիկ գնացել են ընտրությունների չեն կարողացել իրենց սահմանադրական իրավունքից օգտվել, այդ դրանում մեղավոր են թաղապետերը, որ նրանք տոլի միտումնավոր կամ պարզապես անփութության պատճառով թույլ են տվել այդ սխալները ցուցակներում։ Ինչ կասեք դրա մասին։ Պարոն Աբրամյան, իրոք դուք ճիշտ եք, կային ընտրություններում, վերջի պատգամավորական ընտրություններում ցուցակների բազմաթիվ անճշտություն, բայց ելի համեմատական կարգով ավանում եղել են 200 նման դեպք, որ մարդիկ գնացել են, իրոք չեն եղել ցուցակների մեջ, համեմատաբար քիչ են, բայց ես չի ասի, որ դա թաղապետերի մեղքն է եղել, քանի որ մենք վերցրել ենք դա անձնագրային բաժիններից, ՆԳՆ բաժնի, եւ նույնությամբ մենք վերցրել արտագրել ենք։ Ես նաև ասեմ, որ այդ ընտրություններից հետո ես նորից մաքսիմում փորձել եմ ճշտումներ մտցնել, թե ինչքանով է հաջողվել, դա որովհետև չկա հստակ այդ բնական մարդկանց մեծ մասը ահագին մասը չի ապրում այսօր այստեղ, ոչ մի ձևով չեն կարում ջը, մի մասը վաճառել է բնակարանները գնացել են այլ տեղ կամ նոր են եկել գնե ավանում, գիտեք, այս սոցիալական ծանր ժամանակներում քաղաքի կենտրոնում ապրողները թանկ վաճառել են իրենց բնակարանները եւ ավելի էժան գնել են եւ շատ կան այդպես։ Այդ ամեն ինչը բաց է թողնված, իրոք կան այդ բաները, բայց բաց թողումները ես չեմ կարծում, որ դա թաղապետերը մեղք ունեն։ Ընդամենը 200 հոգի չկարողացավ ընտրել։ 200 հոգի ոչ թե չկարողացան, այլ մեր մոտ 200 տենց քաղաքացիներ կային, որոնք ընդգրկված չէին, 100, եթե չեմ սխալվում, 30-ը դատարանով մենք ուղարկել ենք, տենց դատարանով նրանց թույլատրել են եկել ընտրվել։ Շեղումը, այսինքն շատ փոքր է։ Չէ, շատ փոքր է, իրոք եղել մեր տարածքում շեղումը։ Իսկ ընդհանրապես ձեր կարծիքով ընտրությունները արդար էին անցել։ Վերջի պատգամավորական այո։ Ժողովուրդը իսկապես ընտրել է այն մարդկանց, որոնք հիմա խորհրդարանում են։ Դա ինչպես կբնութագրեք այդ ընտրությունը, մարդիկ հոգնել են քաղաքական գործիչներից եւ ուզում են տեսնել պարզապես ուժեղ, հարուստ, փոքր-ինչ քրեականացված մարդկանց։ Չէ, գիտեք, ինչքան էլ ցավալի է, բանը, ես մեծամասնական ցուցակներ, մեծամասնական ընտրողներին այնուամենայնիվ շատ մեծ դեր խաղաց այդ կաշառքով ընտրությանը տանել է ժողովրդին։ Ու արդեն գիտեք ինչպես, մեր ժողովրդի մեջ մտել է, որ ով պետք է տան, նա կընտրվի։ Այ ամենացավալի փաստը սա է, որ եւ թե ժողովրդին ուզում ես որևէ բան, ասենք քո հեղինակության աչքին քարոզես, մեկը նրանք ասում են, ով մեզ կտա այս գումար կընտրենք, ով մեզ կտա այս մյուս ապրանքը կամ ինչ որ իրան այդ պահին պետքա կընտրենք, այդտենց հասկանալի է։ Ռուբեն Հայրապետյանն է իմ զրուցակիցը, բիզնեսմեն, Հայցախախոտ բազմաժանրական ընկերության նախագահ։ Մենք ուղիղ եթերում ենք ժամը 22:19 րոպե 58-54-27 հեռախոսամարով դուք կարող եք հարցեր տալ իմ հյուրին, խնդրեմ։ Բարի երեկո, Անդրանիկ Սահակյանը հարցնում է, խոսակցություններ են պտտվում, որ վերջերս ձեր վրա մահափորձ է եղել, եթե դա ճիշտ է, այդ գործին դուք ընդհատք տվել եք եւ բարձել եք մեղավորներին, շնորհակալություն։ Խոսակցություններ չեն պտտվում, ես դրա մասին անպայման ուզում եմ ասել, ուրեմն 98 թվականի սկզբին ձեր դեմ մահափորձ է եղել եւ եղել է դատ, այսինքն դատը ընթանում է, ինչ этаպի վրա է, այսինքն պատասխանատվության մարդիկ կանչվել են։ Կանչվել են, այո։ Այո, 1998 թվականի հունվարի 20-ին իմ վրա մահափորձ կատարվեց եւ հիմա գնում է դատը ավարտի process-ում է։ Քննությունը դատարանում արդեն ավարտված է, երևի մոտորերս դատավճիռը կարդամ։ Դուք որպես տուժած գնում եք այդ դատին, մասնակցում եք։ Այո, ես որպես տուժող մեկ անգամ եմ գնացել, քանի որ այնտեղ դատապաշտպանները իմ հետ կապված հարցեր ունեին, գնացի, իսկ դրանից իմ զբաղվածության պատճառով իմ ներկայացուցիչը ամեն օր մասնակցում է դատին։
մենք այդ դատին կանդրադառնանք, բայց նախ գիտեմ, որ մի քիչ տհաճ է ձեզ համար այնուամենայնիվ մահափորձի մասին։ Այդ մահափորձը տեղի ունեցավ մի շարք այլ իրադարձությունների, այսպես ասած, կոնտեքստում, որոնք ի վերջո բերեցին իշխանության փոփոխությանը։ Հիմա դա պարզ զուգադիպություն էր, որ դա այդ ժամանակ տեղի ունեցավ, թե այնուամենայնիվ ինչ որ միջնորդավորված ձևով կախված է 98 թվականի փետրվարի ուրեմն իշխանապահության։ Կներեք, բայց իրոք դա զուգադիպություն էր, որևէ կապ չուներ, դա վաղուց իմ կարծիքով վաղուցվանից պլանավորված մահափորձ է եղել եւ ես չեմ կարծում, որ ինչ որ կապ կար որևէ եւ իրոք կխնդրեի, որ մեր հասարակությունն էլ անընդհատ փորձում են կապել իշխանությունների փոփոխության հետ, նման բան հաստատ չկա, ուղղակի պատահական զուգադիպություն է եղել այդ օրը հենց այդ կատարվող մահափորձը։ Գիտեք, ինչու է ժողովուրդը կամ նույնիսկ լրագրողները կապում այդ իրադարձությունները, որովհետև ի վերջո Հայաստանում ինչպես սուր քաղաքական պայքար չի եղել։ Մարդիկ բոլորը հայ են, բոլորը ուզում են, որ Ղարաբաղը մերը լինի, բոլորը ուզում են, որ մենք անկախ երկիր լինենք։ Եթե կա պայքար, ապա այդ պայքարի հիմքում ընկած են տնտեսական շահերը։ Կարծում եմ կհամաձայնեք դրա հետ։ Ուրեմն տնտեսական շահերը ենթադրենք ձեր եւ Սամվել Բաբայանի կարող են չհամընկնել եւ այդ պատճառով իրավիճակը սրվելու պահին ենթադրենք կարող է իշխանությունը քաղաքական իշխանությունը եւ տնտեսական իշխանությունը ինչ որ ձևի զուգորդվել։ Այսինքն տվյալ դեպքում իմ հետ կատարված մահափորձը նկատի ունեք դուք։ Նաեւ քանի որ ես հասկանում եմ, որ մեղադրյալների աթոռին նստած է մի մարդ, որը ձեր կոնկուրենտների, այսպես ասած, ներկայացուցիչն է, այդպես է։ Այո։ Ես չեմ կարծում, որ իմ եւ Սամվել Բաբայանի տնտեսական այդ բանը վեճերը ինչ-որ կվերածվեր, վերջի վերջո նորմալ մարդիկ ենք մենք, հաստատ ես չեմ մտածում, որ Սամվել Բաբայանը նման քայլի կգնա։ Դա մեր մեջ նորմալ հարթվել է այդ խնդիրները, այնտեղ հիմա որևէ մենք խնդիրներ չունենք իրար հետ։ Իսկ ինչ վերաբերվում է տնտեսական, այո, իմ կարծիքով դեռ Հայաստանում կշարունակվեն նման բաներ, որովհետև մեր ժողովուրդը դեռ չի ուզում հասկանա սեփականատերը եւ նրանից որ չի կարելի նրա ոտոձգություններ անել նրա նկատմամբ։ Այսինքն մեղադրյալի աթոռին ներեցեք հիմա Կարեն Բաբայանի մտերիմ կամ նրանց հետ փայ ունեցող մարդկանց ներկայացուցիչը չէ, այդպես չէ։ Գիտեք ինչ, եթե դուք նկատի ունեք Աշոտ Սարգսյանին եւ դատարանի քննությունը գնում է, դատարանը վճիռ պետք է կայացնի, ես չեմ ուզում դատարանից առաջ ընկնել եւ ինչ որ մեղադրանքներ։ Այո, կասկածվում է նա, ձերբակալված է նա դատարաննույն դահլիճում այսօր նստած է նա, բայց ես նորից եմ ասում, ես Կարեն Բաբայանի մտերիմ չեմ համարում նրանց, որովհետև հաստատ Կարեն Բաբայանը չգիտեր, որ նրանք իմ դեմ մահափորձ են արել, որովհետև ինձ հասած ինֆորմացիայով դեռ այդ ժամանակ նրանք որևէ կապ չունեին Կարեն Բաբայանի հետ, երբ որ իմ դեմ դա եղել է հունվարի 20-ին, իսկ նրանք իրենց ակցիաները արդեն ծանոթացել են մայիս ամսին Կարեն Բաբայանին։ Հասկանալի է։ Լսենք մեր հեռուստադիտողների հարցերը, խնդրեմ։ Աննա Պետրոսյանը հարցնում է. Եթե լրագրողներից մեկը ձեր անուն ազգանունը գրելուց հետո փակագծերում գրի Նեմեց, դուք էլ տվյալ լրագրողին դատի կտաք, եւ Մհեր Ղամբարյանը հարցնում է. ինչու են ձեզ անվանում Նեմեց Ռուբո։ Շնորհակալություն։ Ես հարցերը ես չեմ ընտրել, դրա համար խնդրում եմ ինչ դատի չտալ։ Ուրեմն ես մի բան եմ պատկերացնում, որ չի կա դա անբարոյականություն է, երբ որ լրագրողին մականունի համար դատ են տալի։ Այդ դեպքում իմ պատկերացմամբ պետք է դանակահարել, ասենք փողոցի ասողին։ Դա իմ մականունն է եղել, իմ տատուս եղբորից եկած ժառանգած, այնց որ լրագրողը մեղք չունի, ինքը լսում է, եւ ես դա նորմալ եմ ընդունում, բազմաթիվ անգամ գրել են իմ մասին, ես հաստատ որևէ անգամ դատի չեմ տվել, կարծեմ մի անգամ եղել, ես որ Պարոն Աբրամյանի հետ եմ զանգարել, խոսացել նորմալ խոսակցություն է եղել մեր մեջ։ Ես հավաստում եմ, որ իսկապես նորմալ խոսակցություն է եղել, այսինքն դուք չեք պատրաստում մականվան համար կամ չգիտեմ նման բաների, այսինքն լրագրողների հետ հաշիվ պարզել։ Ոչ, դա նորմալ եմ ես ընդունում, եթե մականունը մենք ստացել ենք, կարող են գրել ինչ եղավ։
Պարոն Հայրապետյան, այնուամենայնիվ դառնանք հայ ծխախոտին եւ Գրանդ Տաբակոին, հիմա խնդիրներ կան, այսպես ասած, ամեն ինչ գնում է նորմալ տնտեսական կոնկուրենցիայի հիման վրա, թե այնուամենայնիվ կարող են շարունակվել ինչ որ ոչ տնտեսական ռազմորկաները։ Ես չեմ կարծում այսօրվա պայմաններում, որ կարող է պատահի ոչ տնտեսական ռազմորկաններ, մենք որևէ խնդիրներ չունենք, մենք ազնիվ բիզնեսով պատրաստ ենք բոլոր մեր հակառակորդների հետ զուտ ազնիվ բիզնեսով պայքարել, բիզնես sense նայա ով կարող է ավելի որակով, ավելի լավ, ավելի էժան արտադրի նայել թող մնա արտադրողի դերում, արտադրի շուկանում։ Դա իդեալական տարբերակն է, ցավոք սրտի առայժմ Հայաստանում, չգիտեմ, ինչպես ձեր դեպքում, բայց նա ով ունի տանիք իդեմս ուժային նախարարների, նա է առաջ գնացել եւ նա է առաջ գնում, իսկ նա որ չունի այդ տանիքը, նրան խեղճացնում են եւ ի վերջո խոշոր բիզնեսից հանում, կարող է կրպակը չվերցնեն կամ փոքրիկ խանութը, բայց խոշոր բիզնեսից հանում են։ Չեք նկատել այդպիսի բան։ Գիտեք ինչ, ես իմ վրա եմ վերցնում, մենք մինչև առայսօր որևէ ուժային նախարար տանիք չունենք եւ չենք էլ պատրաստվում ունենալ, բայց մեզ տենց ցանկություն չկա, որ բիզնեսից հանել։ Եթե կլինի նման բան, մենք Փառք Աստծո գոյություն ունեն լրատվամիջոցները, չորրորդ իշխանությունը, նաեւ նրանց միջոցով ձեր կդիմենք, խնդրենք, պայքարենք։ Հիմա կան դժվարություններ, արգելքներ ձեր բիզնեսի համար զուտ նպատակահարմարության առումով, այսինքն ենթադրենք նալոգովին կամ 6-ը ամեն օր գալիս է ստուգումը, կամ ընդհանրապես հարկերը այնպիսին են, որ դրանք հնարավոր չի տալ, եթե նորմալ տակ, ապա կսննկանաք, այդպիսի հարցեր գոյություն ունեն։ Ուրեմն այտենց հարց չկա 6-րդ վարչության հետ կապված, դրանք մեր մոտ չեն ստուգում չեն, բայց հարկային տեսությունը այս պահին էլ քրոնոմետրաժ անում, արդեն 2 ամսից ավել է։ Ինչ է նշանակում, ես այդ հատուկ տերմինը չեմ ասում ձեզ, ուրեմն հաշվում են արտադրվող սիգարետը եւ առաքվող։ 2 ամսից ավելի է նստած են, կարծեմ 8 թե 9 աշխատողներ եւ հաշվում են։ Խնդրեմ դա իրանց խնդիրն է, մենք խնդրեմ չունենք, եթե կասկածում են, թող հաշվեն, որևէ վատ բան չենք տեսնում։ Եվ մենք հարկերը տալիս ենք, մեր հաստատագրված հարկեր են, հարկերը տալիս ենք արտաճանանչ, երբեք չենք ուշացնում, առայժմ որևէ խնդրեմ չունենք, ուղղակի 3 առաջի օրը մաքսային վարչության հետ կապված կա, այնտեղ մեր պաչկեքը համարում են, որ դա պետք է հարկվի, մենք գտնում ենք իրոք երենքով էլ կապացուցենք, որ դա հարկ չի տուփը, այո, նրանք համարում են, չէ, որ մենք արդեն տուփը ստանում ենք հարթ, նրանք ասում են, որ դա չէ, արդեն այնտեղ օրենք գոյություն կա մի հատ, որը պաչկա է եւ կոդավորված է։ Մենք կոդերով իրենց կապացուցենք եւ պետք լինի դատական կարգով էլ կապացուցենք, որ դա տենց չի, մեզանից իզուր հարկ չեն կարող գանձեն։ Այդ խնդիրն է, հիմա խնդրեմի առաջ ենք, ասենք եկել է այդ պաչկեքը եւ մնացել է մաքսային վարչությունում, նրանք ասում են մինչեւ չմուծեք, մենք չենք բաց թողի, ինձ թվում է մոտորելս կարգավորենք այդ խնդիրը, մենք դիմել ենք նաեւ վարչապետին, որ այդ հարցում մեզ աջակցի։ Հիշեցրեք հեռուստադիտողներին, թե դուք որ տեսակի սիգարետն եք արտադրում, հայ ծխախոտը մի բան է, Գրանդ Տաբակոն ուրիշ բան է, չէ՞։ Այո։ Հայ ծխախոտը որ սիգարետն է, որ տեսակի սիգարետներն է այսօր արտադրում։ Հայ ծխախոտը այսօր արտադրում է Կոսմոս, Սայլուտ, ԱՏ, Աստրա եւ Մասիս։ Իսկ մնացած բոլոր հայկական ծխախոտները արտադրում է Գրանդ Տաբակոն, բայց աստիճանաբար նրանք իրենց զորություններով մոտենում են, որովհետև գիտեք բոլորդ 365 միլիոն դրամ հայ ծխախոտը պարտք ուներ, 3 առաջ օր այդ պարտքը լրիվ մենք փակել ենք։ Եվ կամաց այդ հայ ծխախոտը կսկսի նույն հունի մեջ ընկնել եւ աշխատել։ Մյուս կողմից էլ ծխախոտի գների թանկացումը ազդել է առաքման վրա, ավելի վատ է վաճառվում, կարող է դա ազդի, այսինքն չհասնենք այն մощностներին, որը մենք պատկերացնում ենք, բայց ամեն դեպս կաշխատի այդ ծխախոտը նորմալ։ Ներեցեք, ես ծխող չեմ, բայց ես ուզում եմ ասեմ, այդ
զուտ արտաքին տեսքից հայ ծխախոտի արտադրանքը եւ Grand Tobacco-ին կարծես թե ավելի մի քիչ շքեղ է, այդպես չէ։ Այո, բայց հիմա արդեն նույն շքեղությամբ չի զիջում հայ ծխախոտն, երևի վերջի ամսը չեք տեսել, հիմա արդեն նոր Կոսմոտները, սալյուտները արդեն նոր ձևի են, նոր տուփերով են ու ավելի շատ գեղեցիկ են։ Եթե իմանայի կբերեի։ Ռուբեն Հայրապետյանն է զրուցակիցը, խնդրեմ ձեր հարցերը։ Արեգ Գրիգորյանը հարցնում է, դուք աղքատների համար որևէ օգնություն կազմակերպում եք եւ Արմավիրի շրջանից Նելի Ղուկասյանը հարցնում է, քաղաքացիները Grand Tobacco-ի հետ կնքել են թութունի պայմանագիր, բայց գործարանը նշված գնից 20% ցածր է ընդունում։ Ինչու՞։ Շնորհակալություն։ Բարեգործությամբ զբաղվում եք, պարոն Հայրապետյան։ Այո։ Չեք ուզենամ մանրամասնել, թե ինչ է կարել եւ Գիտեք, առասարակ ես չեմ սիրում իմ մարասները ասել, ես ինչքան կարողանում եմ, այնքան իմ հնարավորությունների սահմանում անում եմ, ես մի բան եմ, որ ես ընդհանրապես չեմ կարողանում ասել, երբ որ մարդիկ դիմում են ինձ։ Հետաքրքիր է, որ բարեգործությունը եւ ընտրակաշառքը, այսպես ասած, մեր մոտ շատ սերտաճել է վերջին ժամանակներս եւ շատ հաճելի է, եթե դուք զբաղվում եք բարեգործությամբ առանց քաղաքական ձայն ստանալու, այսպես ասած, նկատառումների։ Ուրեմն ասեմ, սիրելի Արամ, ես հիմա իմ հրաժարականից հետո Ավանում ստեղծում եմ իմ համար նստատեղ, որտեղ շարունակելու եմ ես շփվել ժողովրդի հետ միայն զուտ մի պատճառով բարեգործության նպատակով անընդհատ շաբաթը մի օր կնշանակեմ ես այդ օրը ոչ ժամանակներս կհայտարարեմ ես կլինեմ այնտեղ եւ կընդունեմ ու շարունակեմ իմ բարեգործությունը ժողովրդին։ Մյուս հարցը Grand Tobacco-ին էր վերաբերում, դուք իրավասու չեք, որքան հասկանում եմ։ Ես նաև փայատեր եմ Grand Tobacco-ին։ Ուրեմն մարդկանցից առնում են ավելի էժան, քան խոստացել են, այդպես եմ հասկանում։ Ուրեմն այտենց հնարավոր չի, ուղղակի այնտեղ կա սորտերի տարբերություն, պայմանագրում ոնց որ գրած է, մենք պայմանագրի հիման վրա առնում ենք, երևի քաղաքացին ճիշտ չի հասկացեն, դեռ առաջի, երկրորդ եւ երրորդ սորտերը տարբեր գների են։ Կարող է թյուրիմացիա, դա հնարավոր չի, որ Grand Tobacco-ն խոստա եւ չանի։ Եթե հանկարծ այդպես չի, այսինքն պայմանագրային պարտավորությունները չեն կատարում, կարող է դատի տալ քաղաքացին։ Իհարկե, որովհետեւ պայմանագիր կա, մի օրինակը իրենց մոտ են, մյուսը մեր մոտ։ Եվս երկու հարց, 2 րոպե է մնացել, խնդրեմ։ Ալլա Դանիելյանը հարցնում է. հայտնի է, որ ձեր համայնքից պատգամավոր է ընտրվել պարոն Կոստանդյանը, որի հետ ինչպես ասում են ձեր հարաբերություններն այնքան էլ լավ չեն։ Նրա պատգամավոր ընտրվելը ինչ որ ձևով ազդեց ձեր որոշման վրա հրաժարվել Ավանի թաղապետի պաշտոնից։ Եվ երկրորդը, մայիս ամսին դուք հովանավորել եք Մարզիկ Սամվել Իրիցյանին, որը միջազգային մրցումներում հաղթող ճանաչվեց։ Նա իր շնորհակալությունը հայտնում ձեզ բարի գործի համար։ Շնորհակալություն։ Երկրորդը հարց չէր, պարզապես շնորհակալություններ։ Պարոն Կոստանդյանի ընտրվելը ինչ որ ձևով ազդեց ձեր որոշման վրա։ Երբ որ ես ընտրվում էի, պարոն Կոստանդյանի չընտրվելը հաստատ իմ վրա չէր ազդել, իսկ բնականաբար եթե նա ընտրվել է, իմ վրա չէր ազդի։ Այսպիսի խոսակցություններ են պատտվում, որ դուք պաշտպանում եք կամ աջակցում եք պարոն Կոստանդյանի մրցակցին, որքան գիտեմ, դա համալսարանի պրոֆեսոր էր Ամբյանի վարիչ, եւ իշխանությունը սկզբնական շրջանում նրան էր պաշտպանում, հետո Կոստանդյանին։ Տեղյակ չեք այդպիսի բաների մասին։ Գիտեք ինչ, ես ուղղակի ասեմ, պարոն Եզեկյանը իմ ընկերոջ քեռին է։ Իրոք ես ցանկացել եմ իրեն պատժ կանեմ, իշխանությունները երբեք տենց չի եղել, որ մեկ նրան պատժ կանեն, մեկ նրան հենց սկզբից էլ պատժ կանեն արել։ Եթե ուզում են ճիշտը լինի Կոստանդյանին եւ հենց նույն Կոստանդյանն էլ այսինքն դուք իշխանության տեխնացուին չեք աջակցում։ Պարոն Հայրապետյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար եւ վստահ եմ, որ մենք մյուս անգամ այս հարցերը բարձեցինք դատավարության եւ մնացած բաների հետ կապված, մյուս անգամ մենք ձեր հետ զրուցել զուտ տնտեսական թեմաներով։ Շնորհակալություն։ Ես շնորհակալություն ասեմ։ Երկուշաբթի օրը սիրելի բարեկամներ մենք նորից ենք հանդիպելու եւ իմ զրուցակիցն է լինելու հայտնի պատմաբան Ստեփան Պողոսյանը։ Ստեսություն։ Ձևով բարձրացնել ազգային խնդիր